Մենք դիլիջանից ենք եկել այստեղ այն ճանապարհով, որը հիմնովին վերանորոգվել է իմ նախագահության ժամանակ։ Շատ վատ վիճակում էր այդ ճանապարհը։ Եվ ինչի համար ենք դա արել, մարզերը իրար կապելու համար։ Ցավոք այսօր այնպիսի վիճակ է եւ ընդհանրապես փոքր պետությունների համար սա բնորոշ վիճակ է, երբ երկիրը կարա դառնա քաղաք երկիր, երբ ամեն ինչը կենտրոնանում է մայրաքաղաքում։ Սա լավ բանի չի բերում։ Եվ այն ժամանակ քաղաքականությունը այնպիսին էր, որ փորձել զարգացնել մարզերը եւ փորձել կապել մարզերը իրար հետ նաեւ, որ այդ կապերը հնարավորություն տան տնտեսապես շնչելու։ Կառուցվեց Սելիմի ճանապարհը Սյունիքը կապելով Գեղարքունիքի հետ։ Այս ճանապարհը վերանորոգվեց հիմնովին Թավուշի մարզը կապելու համար կապեցինք Լոռու մարզի հետ։ Սպիտակ Գյումրի ճանապարհը այն ժամանակ հիմնանորոգվեց, թունելը կառուցվեց նաև Աբովյանի մարզը կապելու համար Գեղարքունիքի հետ, որ շարժը հնարավորություն տա տնտեսապես շնչել։ Վստահ եղեք, որ ուշադրությունը մարզային կենտրոնների նկատմամբ, ուշադրությունը շրջաններին մեծ է լինելու։ Քաղաք պետություն մոդելը Հայաստանի համար ուղղակի վտանգավոր մոդել է։ Մենք այնպիսի տարածաշրջանում չենք գտնում, որ դրա վրա ուշադրություն չդարձնենք, եւ սա երկրի անվտանգության բաղադրիչներից մեկը պետք է լինի։ Ամբողջ բնակչությունը չկենտրոնանա միայն Երևանում։ Երևանում այսօր ավելի քան 1/3-ն է ապրում Հայաստանի Հանրապետությանը, եւ եթե այս տենդենսը շարունակվի, մի 5-10 տարի հետո ուղիղ կեսը բնակչության հայտնվելու է Երևանում։